Այսօր կխոսենք սկզբունքների եւ արժեքների մասին, որոնցով ինչպես անհատ, այնպես էլ պետությունը առաջնորդվելով կունենա կամ հաջողություն կամ ձախողում։ Ձեր կողմից մեծ հավանումներ եւ տարածում էր ստացել իմ այն տեսանյութը, սիրելի բարեկամներ, որտեղ ես խոսում եի, միասին քննարկում էինք, որ Ադրբեջանը հենց այնպես չի կարող ուղղակի որոշել ու հարձակվել Հայաստանի վրա, ինչպես ցանկացած ռազմական գերակայություն կամ ֆինանսական հնարավորություններ ունեցող տերություններ, երբ ուզեն իրենց կամահաճեքով չեն կարող հարձակվել իրենցից թույլերի վրա։ Եթե այդպես լիներ, ապա ամբողջ աշխարհում այսօր կլիներ ընդամենը 4-5 պետություն։ Ես առաջարկում եմ հիմա դիտել մի մոտիվացիոն տեսանյութ, ռուսերենով է տեսանյութը, ով ռուսերենին չի տիրապետում, ես կարճ կներկայացնեմ, թե դա ինչի մասին է։ Խնդրեմ նայենք, ապա կշարունակենք։ Вы за вторым столом, в синей куртке. Как вас зовут? Меня зовут Алексис. Алексис, пожалуйста, покиньте мою аудиторию. Я больше не хочу вас видеть ни на одной из моих лекций. Я не понимаю. Я не собираюсь повторять дважды. Спасибо. Зачем нужны законы? Для чего они существуют? Кто ответит? Для общественного порядка. Для защиты личных прав человека. Чтобы полагаться на правительство. Справедливость. Спасибо. Скажите мне, был ли я справедлив к вашему однокурснику? Конечно, я был несправедлив. Так почему никто из вас не протестовал? Почему никто не остановил меня? Почему никто не захотел предотвратить эту несправедливость? Видите ли, вы только что узнали то, что не поняли бы за 1000 часов лекций, если бы не пережили это сами. Вы промолчали, потому что это не коснулось вас лично. Вы думаете, если это вас не касается, значит, это не ваше дело. Но вот что я вам скажу. Если вы будете безразличны к несправедливости, то однажды вы столкнетесь с ней сами. И рядом не окажется никого, кто стал бы на вашу защиту. Ինչպես տեսնում եք, դասախոսը հենց այնպես իր կմահաճիքով ուսանողին դուրս է հրավիրում լսարանից, ասելով, որ ուղղակի պետք է նա դուրս գա։ Այստեղ դասախոսը դիմում է ուսանողներին, ասելով, դուք ինչու այս անարդարության դեմ դուրս չեկաք։ Այսինքն կարգ ինչի մասին է, օրենք ինչի մասին է, դա առաջին հերթին արդարության մասին է։ Ինչու դուք որևէ բան չասացիք, երբ որ ձեր ընկերոջ կամ ձեր հարևանի հայրենակցի նկատմամբ տեղի ունեցավ անարդարություն։ Այս տեսանյութի հիմնական լոգիկան դա էր, բայց ես գիտեք ավելի լայն եմ տեսնում այն։ Դա ոչ միայն նրա մասին է, որ մարդիկ չեն պաշտպանում նրան, ում հանդեպ կա անարդարություն, այլ հենց ինքը չի պաշտպանում իրեն, ում հանդեպ կա անարդարություն։ Մի պահ պատկերացնենք, որ այդ աղջիկը կամ կարող է լինել տղա, վեր կենար եւ ասեր, դուք ինչու եք ինձ լսարանից հանում, ինչ հիմնավորմամբ, ինչ եմ արել, ինչ որ կարգ եմ խախտել։ Այդ ժամանակ ինչ կասեր դասախոսը։ Այդ ժամանակ դասախոսը կհայտնվեր շատ անհարմար դրության մեջ։ Պետք է արդարանար, պետք է բացատրեր։ Եվ եթե իսկապես ինչ որ կարգ է խախտել, ուսանողը ըստ դրա կարող էր որոշել իր հետագա քայլերը կամ հետագա ասելիքը։ Բայց այստեղ արդեն պատասխանողի դերում էր հայտնվելու դասախոսը։ Ինչ հիմնավորմամբ է նա ուսանողին դուրս հրավիրում լսարանից։ Եվ եթե դասախոսի մոտ չստացվեր հիմնավորել, եւ բոլորը տեսնեին, որ նրա մոտ ընդամենը անձնական ինչ-որ հարց կա, կամ իր իշխանությունն է բանեցնում, սիմպաթիայի հարց է, այսինքն անարդարություն է թելադրում, այդ ժամանակ մեծ հավանականությամբ մյուսները գուցե համակրեին ուսանողին եւ սկսեին նրան պաշտպանել։ Բայց քանի դեռ ուսանողը ինքը իրեն չի պաշտպանում, իր իրավունքներից հրաժարվում է, հլու հնազանդ կատարում է, ինչա որ լսարանում իշխանություն ունի դասախոսը նրա կամքին, բոլորն էլ մեխանիկորեն ենթարկվում են նրա կամքին։ Սա է գաղտնիքը։ Հետևաբար, տեսնելով այս տեսանյութը, սիրելի բարեկամներ, տեսնում ենք, թե ինչքան հարթություններ կան, ինչպիսի մակարդակներ կան ընկալումների։ Օրինակ, ես այդպես ավելի շատ ընկալեցի, ոչ միայն մյուսների անտարբերություն անարդարության նկատմամբ։ Եթե դու ինքդ անտարբեր ես քո իրավունքների նկատմամբ, բոլորը կլինեն անտարբեր։ Եթե դու ինքդ քեզ չես պաշտպանում, ոչ մեկ քեզ չի պաշտպանելու։ Սա էր այս տեսանյութի հիմնական իմաստը եւ սա մենք կարող ենք տարածել մեր պետության վրա։ Մենք շատ ենք բողոքում, որ աշխարհն անտարբեր էր, որ ոչ մեկ չպաշտպանեց։ Պետք է հասկանալ, որ սեփական իրավունքների եւ արժանապատվության պաշտպանությունը բացառապես մեր տվյալ պետության, տվյալ անհատի գործն է։
Եթե նա դա պատվող չարեց, ոչ ոք նրան չի պաշտպանելու, որովհետև տեսնում են, որ եթե նա ինքը կամավոր հրաժարվում է իր իրավունքներից, իր շահերից, որևէ մեկը նրան անհնար է որ կարողանա պաշտպանել։ Սա էր այն այսօրվա թեման, որի մասին կուզեի խոսենք, հույս ունենամ, որ այդ ընկալումը կլինի, եւ մինչեւ գերտերություններին, հարևաններին, ճակատագրին, թուրքերին, ադրբեջանցիներին, ռուսներին, չգիտես ում մեղադրելը, մենք պետք է նախ մեզ նայենք, հասկանանք մենք ինչ ենք ճիշտ արել եւ ինչը սխալ։ Նոր դրանից հետո իրավունք կունենանք մեղադրել մեզ շրջապատողներին։ Սա այն սկզբունքը, որի մասին ես կուզեի խոսել։ Եվ այդ սկզբունքն է այսօր, որ հայերի մեջ ուղղակի անտեսված է։ Բոլորը ռուսները, թուրքերը, չգիտեմ, նախկինները այս կողմեն կողմ մի հատ ձեզ նայեք։ Դուք ինչ եք արել, որպեսզի արժանանաք աշխարհի աջակցությանը։ Ինչ եք արել։ Դուք հրաժարվել եք ձեր իրավունքներից, դուք հլու հնազանդ կատարել եք նրա կամքը, նրա հրամանները, ով ձեզնից, ով ձեր նկատմամբ ունի մի փոքր իշխանություն։ Հետևաբար Հայաստանը երբեք եւ հայ ժողովուրդը երբեք չի ստանալու աջակցություն, օգնություն, դաշնակցություն, արժանի լինելու այն ամենին, ինչը նա ցանկանում է, ինչ իրավունքը նա ունի, քանի դեռ նա ինքը չի սովորել իրեն պաշտպանել եւ տեր կանգնել իր իրավունքներին։